Շնորհակալ տեղեկացանք, որ առավոտյան ժամը 9-ից խոզարկությունը իրավապահների գործողություններ են իրականացնում։ Ձեզ ինչ է։ Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Այո, մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք որ խոզարկություններ են անում, շուրջ արդեն 2 ժամ եւ ավել, մոտ 3 ժամ։ Մենք առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում եւ քննարկումը ընդհատվեց, քանի որ արդեն կնչական մարմինները եկել էին։ Եվ այդ պայից սկսած արդեն խոզարկումները իրականացում են 3 սենյակներում։ Ուրեմն տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում, բուժական գծով եւ ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում։ Դիմակավորված էին խոզարկողները։ Ոչ, դիմակավորված չէին եւ նաեւ արգելավել են ուրեմն գլխավոր հաշվապահի համակարգիչը եւ դուք տեսաք նաեւ հաշվետարին, այո։ Այո, փոխտնօրենի համակարգիչը։ Այս բանի երկու սենյակներում պարոն Այո, շարունակում են հիմա։ Փոխտնօրենի սենյակում շարունակվում է 2.5 ժամ խոզարկությունները, ինչ են փնտրում եւ այս հիվանդանոցը ընտրվել է, որովհետեւ սովորական մեծ հիվանդանոցներից մեկն է, որտեղ ֆինանսական ելումուտ է հետաքրում, թե ուղիղ կապ ունի մայրաթորի հետ, դրա համար է թիրախավորվել։ Ի վերջո Պաշտոնյան չթափվեց, ես իմ կարծիքը կարող եմ ասել, իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Այսինքն ամեն դեպքում սպասելի էր։ Իհարկե։ Իսկ որևէ կապ ունի պարոն Չարչյանի աջակցող խոսքի հետ։ Գրառման Չենք կարող է եւ կապը։ Ինչ են փնտրում ի վերջո հերսուր։ Դե քննչական կոմիտեն տարածեց, որ խոշոր չափի հարկեր չեն վճարել բացարձակ էլեկտրի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի։ Իսկ դուք կարծում եք այնքան որ մի ձևակերպում եղավ, որ կարող է։ Դե ուղղակի իրակ արդեն ձևակերպումը պատրաստ եկել է։ Ուղղակի պետք է որ գան գործողությունները սկսեին, նոր հրապարակային է ձևակերպումը։ Այսինքն սա ժանրի կանոններով եպիսկոպոսատ ժողովից առաջ հերթական միջոց է, հստակ չեմ կարող ասել, բայց իրենք ամեն քայլի ընդունակ են։ Ամեն քայլի ընդունակ են եւ Սրբազանին ասացի համաձայն, եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք պատրաստ ենք։ Բացարձակ մտավախություն չունենք, որտեղ մեր գործը արդար է։ Լավ, ամեն դեպքում տնօրենը Չարչյանն է, ով արդեն մի անգամ կալանավորվել է։ Անցած ընտրությունների եւ հիմա այլ արխիվում ընտրություններ։ Իմունիտետ է ձեռք բերել պարոն Չարչյանը։ Արխիվում ընտրություն։ Դուք կարծում եք պարոն Չարչյանի հեղինակությունն է պատճառը, որ նրանք եկել են այստեղ, թե եպիսկոպոսատ ժողովի։ Ես կարծում եմ ժողովի։ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, այստեղ կապ ունի հաստատությունը, որը եկեղեցապատկան կառույց է։ Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չի։ Էականն այն է, որ սա եկեղեցապատկան կառույց է եւ իրենց հերթական հակաեկեղեցական արշավների հերթական դրսևորումներից մեկն է։